Նուբարաշենի աղբավայրում նախօրեին տեղի էր ունեցել պայթյուն, այն էլ որտեղ աղբավայրի սանհանգություն։ Պարզվում է, աղբավայրի բիոգազերը կոյուղագծի միջոցով կուտակվել են փակ տարածքում։ Աղբավայրի տնօրենը փորձել է հասկանալ, թե որն է տարօրինակ հոտի պատճառը, միացրել է սանհանգույցի լույսը, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյուն։ Դրա հետևանքով տուժել են աղբավայրի տնօրենը եւ աշխատակիցը։ Երկուսի վիճակն էլ գնահատվում է կայուն ծանր, կամոտ 15% այրվածք ձեռքերի եւ դեմքի շրջանում, սակայն շնչառական օրգանները չեն տուժել։ Գազեր են կուտակում, որոնք կարելի է շատ հանգիստ օգտագործել, բայց դա չի արվում, կուտակում է լինում եւ հետո կարող են տեղամաս արտեղամաս փոքրիկ պայթյուններ լինել, որոնք կարող են բերել հրդեհների։ Նուբարաշենի աղբավայրը Երևանի հավանաբար ամենակարևոր խնդիրներից մեկն է, որի լուծման ուղիների մասին արդեն մի քանի տարի խոսվում է։ Նախ առաջարկվում է Նուբարաշենի աղբավայրը փակել։ Ինչ են ասում պատկան մարմինները, իրանք ասում են դա փակենք, փորձենք այսպես ռեկուլտիվացիայի պես մի բան անել, բայց իրանք էլ են հասկանում, որ այդպիսի քանակությամբ աղբը ենթարկել այդ ժամանակավոր հողով փակել, չգիտեմ ինչ ջրցան մեքենաներով ջրել, հա ինչ որ թեթև, ինչ որ խնդիրներ դրանով կարելի է լուծել, բայց դա հիմնական խնդիրը չի լուծում։ Աշխարհի տարբեր երկրներում բազմիցս գրանցվել են ներգրունտային մեծ հրդեհներ, երբ աղբավայրը թաղվել է հողի շերտով։ Դա իր հերթին ահռելի խնդիրներ է առաջացրել հետագայում գրունտային ջրերի համակարգում, նշում են փորձագետները։ Իմ գործընկերների հետ զրույցի ժամանակ պարզվեց, որ ուրեմն տենդեր այո հայտարարվել է, բայց վերամշակումը այսպեսի մի այլ բան են իրանք պատկերացնում։ Պատրաստվում են աղբը այրել ու վերջ։ Հետո դրանից հետո դեպի մթնոլորտ ինչ կարտանետվի, այդ էլ բոլորս արդեն շատ լավ հասկանում ենք։ Հիմա եթե մենք դիտարկում ենք օրինակ այրման մեթոդը այս դեպքում, ինքը բավականին թանկ մեթոդ է, իրան իրագործելու համար շատ մեծ գումարներ է անհրաժեշտ, որը որ ես չեմ կարծում, որ Հայաստանը նենց ունակություններ ունի հանրապետությունը, որ այդ նմանատիպ ծախսերը փակի այդ աղբի վնասազերծման համար, հա։ Մասնագետները նկատի ունեն, որ աղբի այրում իրականացնող գործարանները պետք է զինված լինեն համապատասխան ֆիլտրերով, օդի աղտոտումը թույլ չտալու համար, իսկ այդ ֆիլտրերը պետք է պարբերաբար փոխվեն։ Այ հենց դա էլ ֆինանսական լուրջ ներդրումներ է պահանջում։ Իսկ ինչ անել դրա փոխարեն։ Մասնագետները նշում են, որ գոնե այս պահից պետք է սկսել նոր աղբի տեսակավորման process։ Քանի դեռ չկա աղբի տեսակավորում, դրա վերամշակման մասին խոսք լինել չի կարող։ Պետք է միաժամանակ 3 գործողություն իրականացվի։ Մեկը նոր աղբավայրի կառուցում, տեսակավորման աղբավարների տեղադրում, այսինքն գոնե 2 տեսակի թաց եւ 4 թափոնների։ Եվ երրորդը այդ տեսակավորման գործարան պետք է կառուցվի, որը որ տեսակավորի այդ գոյացած ամբողջ թափոնները։ Կոպիտ ասած, եթե դու կառուցում ես գործարան, որը չունի պատրաստի հումք տեսակավորված աղբի տեսքով, ապա դա ընդամենը օդ նետած գումար է, որը բնականաբար ձեռնարկատերերին որևէ կերպ չի հետաքրքրի։ Ինչ վերաբերում է Նուբարաշենում արդեն իսկ կուտակված աղբին, ապա այն տեսակավորել ու վերամշակել իհարկե հնարավոր է, սակայն դա էական ֆինանսական ռեսուրսներ կպահանջի, ինչը ևս պետության լուծելիք խնդիր է, բիզնեսին ոչ ձեռնտու, նշում են փորձագետները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։